ճիշտ է, միանշանակ չի ասում տեր եւ տիկինները, տիկինը, տերը եւ տիկինը, ճակերտավոր ասված, բայց նա ասում է շտկել։ Հա։ Իսկ գնահատել եւ շտկել։ Կխփենք։ Ես սիրով ձեզ ներկայացնում եմ Նուվել դե Արմենի ֆրանսական պարբերականի լրագրող Սեդամավյանին։ Բարև ձեզ, կարծես թե բոլոր ելույթները ետևի կապ ունեն։ Դուք ասեցիք, որ այդպես վերջացուցիկ կոնե, որ մեր իշխանությունները Վլադիմիր Պուտինի մանկեններն են։ Ես հիմա պիտի ցույց տամ, որ ոչ միայն Վլադիմիր Պուտինի մանկեններն են, ցավոք սրտի Եվրոպայի եւ Արևմուտքի մանկեններն են։ Դրա համար շատ իսկապես որ վիճակը շատ լուրջ է հիմա։ Հիմա շատ խոսվեցավ, թե ինչի համար այս սահմանադրության փոփոխությունը։ Եվ միանգամից շատերն հետվեցան այդ բացատրության մեջ, որ վերարտադրության համար է Սերժի։ Բայց մյուս կողմից, մյուս ճամբարից պատասխանը միանգամից եկավ, որ բա ոչ, դա չէ, որովհետև այս հիմակվա սահմանադրության հետ այդ մարդը գրնա նույն ձևով վերարտադրվի։ Եվ ճիշտ է։ Անանք որ այս բաժարաբանությունը ճիշտ չէ։ Ասեմ ձեզ, որպեսզի քիչ հիմնեմ այս իմ ասածը երկու խոսքով, որ եթե լավ հիշեք, մի ժամանակ առաջ կան սահմանադրության փոփոխման հանձնաժողովը լուրջ սկսի իր աշխատանքը, կարծեմ դա քառնաներ թե ինչ, Սերժ Սարգսյանը նետվեց այդ բանին մեջ, որ գիտեք ինչ, միևնույն է, դա լինի, մյուսը լինի, այդ հանձնաժողովը պիտի ուսումնասիրի զուգահեռաբար երկու հնարավորությունները, մենք մնանք պրեզիդենտական կամ գիսա պրեզիդենտական համագարքին կամ փոխենք, այսինքն ցույց էր տալիս մի ձևով, որ մեկը կամ մյուսը ինձ համար բոլորովին նույնն է։ Եվ ուզում եմ ասել, որ ես չեմ հարաճտանի, ես ինչպես եմ հասկանում դա, իսկապես որ իրեն համար նույնն է։ Ուրեմն պագեցինք այդ թեման, որ վերարտադրման համար է այս բոլորը արվում։ Երկրորդ բացատրությունը, որ ես անցամ կարտացի մամուլում եւ շատ չխոսվեցավ այդ մասին, հետաքրքիր էր, հիմա մորցա այդ քաղաքագետի անունը, որ դա ասեց, բավականին գտրուկ ձևով, որովհետև ասում էր, որ ես միայն դա եմ տեսնում, ուրիշ բան չեմ տեսնում, այսինքն Քոչարյանի թուրը, այսինքն մուտքը եւ Քոչարյանի արչեւ թուրը փակել։ Հետաքրքիր մոտեցում է, բայց էլի համոզիչ չէ, ինչի, երկու պատճառով։ Առաջին պատճառը, որովհետև այս բոլոր ձանր երկայն պրոցեսը բարձրապես Քոչարյանին համար փակել ուղին իշխանության վերադառնալու համար թվում է դժվար, այսինքն դժվար է հավատալ, որ այդ բոլոր պրոցեսը դրա համար է, չնայած որ քանի որ մեր հայրենիքը վերածվեր է Սերժ Սարգսյանի համար շախմատի բանի, խաղի, վերջի վերջո շախմատական ձև գրնալ լինել։ Չէ, բայց մենք տեսանք փետրվարին, այս դարվա փետրվարին, որ ամենևին պետք չի այս բոլոր պրոցեսի մեջ մտնել Քոչարյանին արչև թուրը փակելու համար։ Փետրվարին բարձվեց, որ մենք գիտենք ինչ տեղի ունեցավ Մորցանունը, այո, բարոն Զարուքյանի հետ եւ իր կուսակցության հետ եւ միանգամից բարձե ամեն ինչ վերջացավ։ Ուրեմն ինչու համար այս բոլորը։
որպեսզի պատասխանը գտնենք, պետք է մենք երկու բան տեսնենք։ Մենք ինչ ենք տեսնում։ Ես անձնապես տեսա եւ կարդացի ուշադրությամբ Վենեդիգյան հանձնաժողովի նախագահի ջարը, որ ինք արեց հոկտեմբեր 5-ին այդ նույն օրը, երբ որ քվեարկվեց ազգային ժողովում որոշումը, որ պետք է ընդունվում է փոփոխությունը, տեքստը։ Եվ ճիշտ ասած ապշեցա, բոլորովին ապշեցա, երբ որ տեսա, որ այս մարդը նախագահ բարձում է, որ 2000 թվականին ի վեր մարդը եւ այդ հանձնաժողովը փորձում են Հայաստանին համոզել, որ պետք է անցնել այսպիսի նոր ռեժիմի, այսինքն պարլամենտական։ Եվ ինքը ասում էր, որ վերջապես 14 տարի հետո իր ուզածը, իրենց չանքերը հասնում են նպատակին։ Իմիջի այլոց այնտեղ հետաքրքիր էր, որ ասում էր, որ իր չանքերը չեղան Քոչարյանի հետ, այսինքն Քոչարյանը շատ դեմ էր դրան եւ չհաջողեցան անոնք համոզել, որ Քոչարյանը գնա այդ փոփոխություններով։ Ուրեմն ես ինչ եմ հասկանում դրանով, ես հասկանում եմ, որ Եվրոպան եւ հավանաբար Ամերիկան, մի խոսքով արևմուտքը ուզում է դա, ուզում է։ Ինչ եմ ուրիշ տեսնում։ Տեսնում եմ, որ Ռուսաստանը, եթե շատ չի ուզում, կոնե դեմ չէ։ Դուք վերևէ մի տեղ տեսել եք, որ Ռուսաստանը դեմ է այս process-ներում։ Գրնանք նույնիսկ ասել, որ եթե Սերժը նետվեցավ այս քաղաքականության մեջ, կնշանակե, որ կանաչ լույս կար դրա համար ռուսերու կողմից, կամ կոնե կարմիր լույս չի կար։ Մի խոսքով ստացվում է, որ բոլոր արդակին աշխարհը ուզում է դա։ Հարց է ծագում։ Եթե այս արդակին պետությունները դա են ուզում, ինչու։ Ինչու են դա ուզում։ Եվ որպեսզի մենք հասկանանք ինչու են դա ուզում, պետք է մենք ուսումնասիրենք ժամանակագրությունը եւ համատեքստը։ Ուրեմն շատ կարճ առանց երկայն ծավալվելու նշեմ ինչն է ժամանակագրությունը եւ ինչն է համատեքստը։ Մենք տեսնում ենք, որ Բարսկաստանը վերաինտեգրման process-ի մեջ է քաղաքական համաշխարհային հանրության մեջ։ Ինչը արևմուտքի համար մասնավորապես նոր հնարավորություններ է բացում կապված էներգետիկ, մասնավորապես էներգետիկ լուծումներու համար։ Երկրորդ, մենք տեսնում ենք, որ գա մի մոդեցում, այդպես իրար հետ են մոդենում, Ռուսաստանը եւ Բարսկաստանը։ Եվ ի զարմանս մեզ եւ ի ուրախության մեզ այս փուլում։ Կարծես թե այդ նույն էներգետիկ պատմություններու մեջ եւ մասնավորապես էներգիայի փոխանցման պատմության մեջ այստեղ մենք կարծես թե պիտի տեսնենք ոչ թե գրիվ Ռուսաստանի եւ Բարսկաստանի հետ, այլ կորզակցություն, համակորզակցություն։ Եվ իզուր չէ, որ այս վերջերս մի մեծ պատվիրակություն եկավ Հայաստան եւ մենք ալ գնացինք, մեր պատվիրակությունն ալ գնաց այս վերջերս Բարսկաստան, ինչ որ որոշ մարդկանց մոտ զարմանք էր հարաճացնում, թե Ռուսաստանը ոնց թե ռեակցիա չունի եւ այլն։ Այո, այդ է բացատրությունը, որովհետեւ մոդեցում կա հիմա եւ չեմ նետվելու թե ինչու համար ընդհանրապես այդ մոդեցումը, բայց կա։ Մյուս կողմից երրորդ կետ կապված ժամանակագրության եւ համատեքստի
Ադրբեջանի հարցագումներու ուժեղացումը շատ կարևոր արդեն քանի ամիս կարծեմ եթե չեմ սխալվում սկսել այս բոլորը անցյալ հունվարին ի վեր կամ միգուցե մի քիչ ավելի շուտ էտել ենք տեսնում վերջապես չորրորդ կետ ինչ ենք տեսնում Պերինչեքի 15 հոկտեմբերի ահավոր Պերինչեքի հետ կապված ահավոր վճիռը եվրոպական սահմանադրության, այսինքն ներողություն, ներողություն, այո, Տադարանի կողմից, որ իզարմանս ինձ մի կինոմանոյանը հերադեսիլ են փորձեց մեզ համոզել, որ դա բարդություն չէ մեզ համար, կներեք, բայց իմ համար մեծ բարդություն է, և այս վերջին Ռոբերտ Ուոլթերի ահավոր զեկույցը։ Հիմա պիտի ասեք ինչ կապ ունի։ Այո, կապ ունի, իհարկե կապ ունի։ Այսինքն ես այստեղ չեմ ուզում շատ խոսել մեր դիվանագիտության փայլուն արդյունքների մասին, ինչքան որ ենթադրյալ ճնշումներու մասին։ Էդ է խնդիրը, բարձ է, բարդվում ենք մենք, ապտակները ամեն օրս ենք ստանում հիմա արդեն, բայց ստեղ իմ համար կարևորը վերլուծական տեսակետից, այդ է որ ճնշում կա, իհարկե ճնշում կա կապված Ղարաբաղի հետ։ Հիմա դուք հասկացաք, որ ենք մենք հասնում այս բոլորի վերջավորության ուսումնասիրելով հետո։ Եթե և 5-րդ կետը, այսինքն գա վերջի վերջո սահմանադրության հետ կապված փոփոխություն։ Եթե այդ բոլորը մենք իրար կողքի բերենք, մենք չենք կարող մտածել, որ դա պարզապես պատահականություն է։ Այսինքն մի բան է կատարվում, չէ՞։ Մի բան է կատարվում, որ կապ ունի սկիզբը թելին, երկու թելերու մեջ սահմանադրության փոփոխության հետ և Ղարաբաղի հետ։ Ուրեմն, դրանից ես ինչ եմ եզրակացնում այդ բոլորից։ Ես եզրակացնում եմ, որ քանի որ կապ մկա, բարձ է, որ մենք գործ ունենք մի փոփոխության հետ, որ պետք է որ մեզ դանի Ղարաբաղի հետ կապված լուրջ զիջումներում, այլ չեմ ասեր գորուստին։ Եվ այստեղ մի անգամից ասեմ, որ այդ խոսքը, որ Հրանտ Բագրատյանը ասեց 28 հոկտեմբերին, հիշում եք, որ վերջացավ այդպես Սարի Սմբուլի հետ կապված այդ խոսակցությունը, լավ չհասկացվեց, նույնիսկ ես գարտացի մարդիկ, որ ասեցին ինչ է պատմում, հա, բայո, ուղղակի Հրանտ Բագրատյանը իր բնորոշ ձևով մի անգամից շատ կարճ ձևով, այդպես առանց բացատրությունները, որ ես հիմա եմ տալիս, անքը մի անգամից հասավ այդ գետին, որ մենք դեկտեմբեր 6-ին պետք է քվեարկենք ոչ թե սահմանադրության համար, ոչ, մենք պիտի քվեարկենք Ղարաբաղի ապակայի համար և իհարկե Հայաստանի։ Հիմա էլի հարց է ծագում, բայց ինչու պարլամենտական այս ռեժիմը պետք է նպաստի այդ զիջումներու, ենթադրյալ զիջումներու համար, չէ՞, հարցը ծագում է։ Ուրեմն էլի փորձեմ կարճ պատասխանել, կներեք քիչ երկար ստացվեց, բայց պատասխանը ունի մի այս անձամբ։ Այո, այս ռեժիմը պիտի պատրաստի զիջումները, այո, դրա համար է արված, ինչու։ Որովհետև եթե հաշվի առնենք, որ մեր քաղաքական համագարկը հեչ նորմալ
համագարկ չի, այսինքն գուսակցություններ չեն, շատ լավ գիտեք, որ մի գուսակցության ետևը բացի 1-2-ը, գա մի մարդ ընդամենը, ինչի մասին է խոսքը։ Ես գալիս եմ Ֆրանսիայից, որ եղել է դարիներ շարունակ 1870-ին մինչև 1958 պարլամենտական մի համագարկ, հետո փոխվեցավ Դե Գոլը դա բերեց գիսա պրեզիդենտական համագարկ, այնտեղ ոչ մի էական բան չեղավ, էական բանը եղավ ֆրանսիացիներու համար, որ անգայունությունը, որ բնորոշում էր նախկին պարլամենտական համագարկը, վերածվեց շատ գայուն համագարկի, բայց ամենայնտեղս մեկը աշխատում էր ոչ թե չէ մյուսն էլ խնդիրը որ այնտեղ մենք ունենք գուսակցություններ եւ այդ բոլոր եվրոպական երկիրներու մեջ մենք ունենք իսկական գուսակցություններ ոչ թե թղթի վրա իսկ ստեղ չունենք մանք դա այսինքն ինչ կնշանակի այդ աբակա բանին մեջ ոնց ասեմ ազգային ժողովում մենք ունենանք մարտիկ Սենց մարդիկ, հավագածու մարդկանց, ոչ թե գուսակցություններու։ Եվ եթե հաշվի առնենք, ով են այս մարդիկը հիմա, եթե հաշվի առնենք դիրող մտնոլորդը Հայաստանում, անպարո, բարեփուն իմաստով, անպարոյականությունը դիրում է ամեն դեղում, մասնավորապես քաղաքական դաշտում։ Մենք կրնանք հասկանալ, թե ինչպես պիտի այս պետությունները այդպիսի ձևով ընեն, որ կվերարգել դան այս աբակա ոչ քաղաքական, սդից քաղաքական գուսակցություններով բաղկացած ազգային ժողովում։ Այո, շատ խոցելի պիտի ըլլա դա։ Շատ վտանգավոր պիտի ըլլա դա, մենք պիտի դառնանք խաղալիքները, այո մանքեն ճիշտ էիք ասում, մանքեններ խաղալիքներ, ես դրանով համոզված եմ։ Եվ գրնամ նշել նույնիսկ, որ չի նախատեսված եւ ինչու չի նախատեսված, հետաքրքիր է, սենատ։ Այսինքն, Թիմացի ջամբարը, որ ամեն մի օր ամեարդվենի մինչև քիշեր խոսում է, որ աբակաս ռեժիմի մեջ պիտի ելան կոնտրոլի ավելի մեծ հնարավորություններ, ես տեսնում եմ, որ բացակայում է աբակա սիստեմում, բացակայում է ազգային ժողովուն վրա կոնտրոլ։ Ինչ կոնտրոլ։ Սենատ ալ չկա, երկրորդ սենյակ չկա։ Երկրորդ նկատողություն, բացի այդ, որ արդակին ուժերը եւ դրա մեջ էլի եմ գրկնում դնում եմ թե ռուսերը, թե արևմուտքը, այս դեպքում միացայն են, երկուսն էլ։ Անոնք շատ լավ գհիշեն, թե ինչ կատարվեց 1997 եւ 98-ին եւ չեն ուզենա, շատ լավ գիտեն, որ չի ստացվելու, որ ասենք ենթադրենք, որ դա լինի Պրեզիդենտեն քաշեն, այդպես ոնց ասեմ, կարողանան քաշել մի ստորագրություն կամ մի բան, որովհետև շատ լավ գիտեն, թե ինչ կատարվեց արդեն 97-98 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ադալ մի բաստարկ։ Վերջում, առաջ քան եզրակացությունս ասեմ, նշեմ, որ իզարմանս ինձ շատ ոչ ոք չնշեց մի հետաքրքիր մի բան, մի փոքրիկ Տրվակ, բայց անչափ հետաքրքիր։ Երբ որ Սերժ Սարգսյանը վերընտրվեց անցյալ անգամ, մի անգամից, եթե լավ հիշեք, մի անգամից ինքը խոսեց այդ բանի մասին, որ պետք պիտի ըլլա սահմանադրությունը վերանայել։ Ես անցամ շատ զարմացած էի, ասեմ ձեզ, որովհետև այդ թեման ընդհանրապես չէր շոշափվեր իր քաղաքական, ինչպես կսեն, այո, կոմպանիա, բայց հայերեն չէ, ընդրարշավի ժամանակ, այո, և ես ապշած էի, թե չհասկացանք, այս մարդը նոր ընդրվեցավ, առաջին բանը, որ ունի ասելու, դա է,
Այսինքն դրա մասին պետք է խոսի փոխանակ տեգուս դեմագոժիկ ծևական ծևով խոսի, չգիտեմ, աշխատատեղեր, չգիտեմ ինչ եւ այլն։ Այսինքն իմ համար իսկապես որ զարմանալի էր այս եւ մնացեր էր իմ գլխի մեջ, թե ինչու դա, ինչու ասեց։ Եվ երբ որ ես այս բոլորը վերլուծեցի, ինչ որ հիմա ես ցես բացատրում եմ, հասկացա։ Այսինքն ես տեսնում եմ այդ բանին մեջ, այդ ասածի մեջ Սերժ Սարգսյանին մի մեսաժ, ինչպես կսեն մեսաժ, պատգամ, ուղերձ, որ ոչ մեզ էր, ոչ հայերուն էր ուղված, այլ դրսի պետություներուն։ Գիտեք ինչ, պիտի անեմ դա, մի մտահոգվեք։ Ես այդպես եմ ըմբռնում, միգուցե սխալ եմ, բայց կարծես թե կոնե իմ համար այս բացատրությունով բոլոր հարցականները բացատրություն են թվում, չէ՞, դա է կարևորը, մեկ թուն բացատրություն տալիս ես, բայց ստացվում է, որ այս հագա, այս չգիտեմ ինչպես ասեմ, այս դեսանգյունից չի կողացնում միտքը։ Այս Ղարաբաղյան բացատրությունը ամեն ինչին բանալինն է տալիս։ Ուրեմն ինչն է իմ վերջին խոսքը, եզրափակիչ խոսքը հետևյալն է։ Մենք փոխում ենք, մենք, անոնք ուզում են փոխել սահմանադրությունը, որպեսզի լուրջ զիջումներ լինեն կամ տրվի հետ Ղարաբաղը։ Այդպես ասած, ինչպես որ ցեզ ասեցի, շատ դժվար է հասկանալ, բայց հույս ունեմ, որ այդ բոլորին հետ, այդ բոլոր բացատրություններն հետո որ փորձեցի ցեզ դալ, հասկացվում է։ Եվ կարծեմ թե չնայած քիչ մը դժվար է իհարկե, բայց կարծեմ թե լավ կլիներ, որ ոչի ջամբարը վերանայեր իր խոսելու բովանդակությունը, երբ որ մենք գնում ենք հիմա դեռ քիչ մը ժամանակ կա մարդկանց հետ խոսելու, կամ եթեր գնալու, ասել որ գիտեք ինչ վերարտադրություն եւ այլն, ինչպես պատասխանը միանգամից տուն կունենաս, բարձ է, ստանում ես, այսինքն տուն մնում ես անզոր քո թիմացինի դեմ, բայց մենք եթե բացատրենք ժողովրդին, որ սա է իսկական պատճառը, միգուցե որոշ մարդիկ, 1%, 2% հասկանան վերջի վերջո, թե հարցը շատ ավելի լուրջ է, եւ միգուցե կարողանանք ավելի համոզիչ դարձնել մեր ոչի կամ բոյկոտի, քանի որ երկու քաղաքականություններ կան, այդ բոլորը կրնանք ավելի համոզիչ դարձնել։ Եվ երկրորդ բան, որ իմ համար բարձ է, որ զգում եմ, սա ներքին փոքրիկ ցայն է, որ ժուրնալիստները միշտ պիտի ունենան, ներքին այդպես մի փոքրիկ բան, որ թվում է, որ դեպի դրան են գնում։ Ես զգում եմ, որ աննախադեպ խախտումներ են պատրաստվում դեկտեմբեր 6-ին, աննախադեպ։ Եվ իհարկե, քանի որ ցես բացատրեցի, որ արևմուտքը համաձայն է այս բոլորին, իհարկե այս բոլոր օբսերվատոր դիտորդները եւ այլն արտասահմանյան պիտի փութան ասելու որ ամեն ինչ շատ լավ է չկասկածենք ուրեմն պետք է լավ պատրաստվել եւ միգուցե այս Ղարաբաղյան շարժարիթը այս բոլորի բնության յետև ավելի շոշափվի ավելի բացատրվի ավելի մեջտեղ հանվի շնորհակալություն